Հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը։ Հուլիսի 1-ին զինվորական ծառայության ճանապարհվեց Սևան համայնքի նորակոչիկների առաջին խումբը։ Սևանցիները մեծ ու փոքր հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք օրեր անց համալրելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը։ Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, բարի ճանապարհի խոսքերին։ Երկրի խաղաղություն, իրանց բարի ծառայություն։ Բարի ծառայություն, ամփորձան գնան, ամփորձանք գան։ Բարի ծառայություն բոլոր զինվորներին, բոլոր երեխաներին։ Շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ ունեմ նման տղա, մենակ թող երկրին խաղաղություն լինի, մեր երեխեքը գնան, ծառայեն, գան, հասնեն մեզ։ Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը։ Ավագ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ Սևան համայնքի նորակոչիկները գնում են կատարելու իրենց պարտքը հայրենիքին։ Այդ ծառայողներին քաջա առողջություն, ամփորձանք ծառայություն։ Սևանի զինկոմիսարիատում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից եւ հարակից բնակավայրերից էին, ովքեր անցան բժշկական զննություն, իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողությունները։ Գեղարքունիքի մարզում սկսվել են ամառային զորակոչի աշխատանքները, ինչի կապակցությամբ բոլորի շնորհավորում եմ, արդեն Մարտունի եւ Վարդենիս ամայքներից մեկնել են առաջի խմբականակները, այսօր հուլիսի 1-ին զորակոչը իրականացվում է Սևան, Գավառ եւ Ճամբարակ համայնքներում արդեն։ Գեղարքունիքի մարզպետ պարոն Սարգսյանի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս ամառային զորակոչի կապակցությամբ եւ մաղթում եմ, որ մեր տղաները ամփորձանք ծառայեն եւ առանց պակասելու հետ դառնան իրենց ընտանիքներ։ Ուրեմն նախ շնորհավորում մեր ամառային 2026 թվականի զորակոչի կապակցությամբ մենք մարզում արդեն սկսել ենք ամառային զորակոչը, ամսի 29-ին մենք ճանապարհել ենք Մարտունիից եւ Վարդենիսից, այսօր ճանապարհում ենք Սևանից, Գավառից եւ Ճամբարակից։ Մեր զորակոչիկներին ցանկանում եմ բարի ծառայություն, Աստված իրանց պահապան, շատ ակտիվ անցնում, շատ ուրախ են մեր զորակոչիկները, ինչպես նաև իրենց ծնողները, եւ այդպես շարունակի մինչեւ զորակոչի ավարտը, որը տևելու է մինչեւ օգոստոսի 15-ը։ Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Սևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների, իրենց հարազատների, սևանցիների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց հրեշտակապետած եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ հերկիս ես, Սուրբ Եղիցի անունքո, եկեսցե արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես հերկինս եւ հերկի։ Հսած մեր անապազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկեաս մեզ իչարեն։ Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք ավիտյանս ամեն։ Տեր ուղիաս գնացս մերի ճանապարհ խաղաղության, Տեր ուղիա եւ առաջնորդյա հոգվոց մերոց եւ ամենայն հավատացելոց։ Գնան հարթարության ճանապարհը եւ ինքյանսն հավիտենից։ Աղաչեցուկ զամենակալն Աստված, զի հաջողյալ ուղեսես ճանապարհը ծառայությունոց իրատնի բարի եւ խաղաղություն, ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա, կեցոտեր եւ ողորմյա, առաջնորդ կենաց եւ խաղաղություն պարգևող Քրիստոս մեր Աստված, առաջնորդիր մեզ, որպեսզի արդարությամբ գնանք քո ճամփաներով եւ քո ողորմության շնորհիվ հասնենք կյանքի եւ քրտության նավահանգիստը։ Օրհնյալ ես մեր Տեր Աստված, մեր Փրկիչ, որ միշտ մեզ հետ ես եւ չես լքում նրանց, ովքեր հավատքով եւ ճշմարտությամբ օգնության են դիմում քեզ։ Աղոթում եւ խնդրում ենք Տեր, ճամփորդակից եղիր քո այս զավակներին, քո վերակացությամբ նրանց խաղաղության մեջ պահելով եւ առաջնորդիր նրանց, որպեսզի խաղաղությամբ եւ խնդրությամբ վերստին դառնան իրենց տները, որովհետեւ քեզ են վայելում փառք, իշխանություն եւ պատիվ։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ներկաները օրվա արդիվ շնորհավորեցին նորակոչիկներին, խաղաղ եւ ապահով ծառայություն մաղթեցին, հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները եւ բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։
Ողջունում եմ ձեզ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից, մաղթում եմ ձեզ անփորձանք խաղաղ ծառայություն։ Այսօր դուք ոտք եք դնելու մի կարևորագույն եւ պատասխանատու ճանապարհի, եւ այդ ճանապարհը անցնելուց սովորելու եք կերասիրություն, գնահատելու եք հայրենիքի արժեքները, կյանքը։ Մաղթում եմ, որ այդ ճանապարհն անցնեք խաղաղ, անփորձանք եւ ետ վերադառնաք ձեզ սպասող ծնողներին հույսով, հավատով շարունակելու այն ապագան, որը սպասում են ձեր ծնողները ձեզանից։ Բարի ծառայություն բոլորիդ։ Այժմ բոլորի տրամադրությունը լավ է, դες լավ տրամադրություն ունենաք, լավ տրամադրություն կան։ Բարի ծառայություն ձեզ։ Մինչ հրաժեշտ է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի եւ Սևանի վետերան ոստիկանների միության կողմից նորակոչիկներին հանձնվեցին նվերներ։ Սևանը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով եւ բարեմաղթանքներով։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամահոր։